ասենք Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, այս ազգային ժողովի շենքից մեծ 1000 ներողություն էլի, այնտեղ որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխեքը ամենայն հավանականությամբ կլինեն ուղիղ երևի մի 2 կիլոմետր հեռավորության վրա նույն տան մեջ։ Այդ ամեն անգամ խնդրում եմ երեխեքին մեջ մի բերեք, երեխաները, բոլորի երեխաներին Աստված թող առողջություն տա ու բոլորի երեխաները պետքա զերծ մնան ցանկացած բացասական բանից, դա ընդունում եմ շատ լավ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչով է մեղավոր։ Կներեք, էլի Հայաստանի Հանրապետության, հիմա եկեք մի հատ կարդամ այս գործի դրվագը։ Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն դրամ։ 44 միլիոն հարկել լրագրողներ, օպերատորներ, եթե հիպոթեկով տունն եք, ամենայն հավանականությամբ այս 20-ից 40 միլիոնանոց տներ է ձեր տները։ Մարդիկ 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8.3 հեկտար Աճարյան փողոցում Երևանի Աճարյան փողոց։ 8 շկապում է 2004-ին։ Չէ, բաչի 8.3 հեկտարը երբեք մի վարքյան էլի, երբեք 44 միլիոն չի արժեցել ավանում 8.3 հեկտարը հարկելի գործընկերներ։ Խնդրում եմ, բանա, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորենք։ Այս հողամասը վաճառվել է Fast Card ընկերության։ Առաջին հայացքից հայտնի Fast Card-ը։ Դրանից մի տարի հետո Fast Card ընկերություն իհարկե ոչ որպես կաշառ, ոչ որպես ատկատ 50%-ը նվիրաբերել է այս ընկերության Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Ջորջ ջան, եթե բանը ինչ-որ մի դասագիր գրվելու ունի, թե ինչ տեսք ունի կոռուպցիան, դասական կոռուպցիան, ինչ տեսք է ունենում, ոնց է այդ տեսք ունեն, իսկ նմանատիպ օրինակները այդ դասագրքում միանշանակ կլինեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիք ի՞նչն են Ինչով է մեղավոր եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ իրենց հաջորդի Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ վրեժ են լուծել Հայաստանի քաղաքացիություն։ Այդ իրանք են վրեժ լուծել ու իմ համար դեռ անհասկանալի ինչի համար են այդ վրեժը լուծել։ Ասում ենք միլիոնատեր ենք, բան, արդարություն, իրավունք, բան։ Բա Լևոն Քոչարյան, բայց չէր գնում ասում, հարգելի պարոն Քոչարյան, պարոն Ռոբերտ Քոչարյան։ Այս ո՞նց արվում որ 44 միլիոնով Երևանում հողատարածքա ծախվում 8.3 հեկտար, հետո այդ ընկերության 50%-ը նվիրաբերվում է իմ ավագ եղբորը Սեդրակին։ Իհարկե, բնականաբար Սեդրակ Քոչարյանը փայլուն բիզնեսմեն է ենթադրում, բայց թույլ տվեք հարգելի գործընկերներ նման մտահանգման գալ, որ ձեզնից ում էլ, ասենք 20 տարեկանում Երևանի կենտրոնում 8.3 հեկտարի տիրապետող եկհանկերության 50% նվիրաբերեին, դուք էլ ամենայն հավանականությամբ ես եմ ձեր հետ միասին այդքան անհաջող չէին գտնվի, որ այդ պայմաններում միլիոնատեր չլինեին ու հաջողակ բիզնեսմենի դից համբավ ու կերպար չունենայինք, էլ կբերեք։ Այս ամեն ինչ պետք է ստանա պատասխան, ես ասում իմ դժգոհությունը այն է, հարգելի գործընկերներ, որ այս ամեն ինչը հիմա է տեղի ունենում եւ ոչ 3 չի առաջի օրը, ոչ դրա առաջի օրը։ Ինձ թվում է, որ տենց իրանց կառավարման ամեն օրը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրեն, ամեն օր մի նոր հանգամանքի հայտ կգա։